Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի ժողովուրդ։ Այս 20 օրը լրությամբ լսում եմ, թե ինչ է կատարում այս դահլիճում։ Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 3 ուժ մտել են ազգային ժողով, այսինքն ստանալով վստահության քվեն, ով իր ճանապարհով է ստացել, դա ժողովուրդը գիտի, բայց արդեն ներկայացված ենք ազգային ժողովում։ Եվ մենք ստանալով ժողովրդի վստահության քվեն պետք է մեր գործունեությամբ հավատ նշենք ժողովրդի մեջ, մեր երկրում ծառացած բոլոր խնդիրներին ինչ-որտեղ բանավիճելով, բայց քաղաքական հարթակում, այս դաշտում ոչ թե մեկս մեկի փնովելով, ամեն մեկը մի ձևի խոսալով, արդարացնել ով ինչ լսել է եսին որից, եկել այստեղ ներկայացնում իր ժողովուրդ, մեր երկիրը, մեր պետությունը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնած, թե արտաքին եւ ներքին այս խժբժանքը ինչ որտեղ մեր ազգային ժողովում ազդում է մեր ժողովրդի հոգեբանության, ապակողնորոշման վրա, թե ով այստեղ ինչ ասում, ճիշտ ասում, թե սխալ ասում։ Ես խոսեմ նախ ով հանձնաժողովի նախագահներ, ովքեր անցել են, ովքեր պետք է անցնեն, ես շնորհավորում եմ բոլորիդ, շնորհավորում նաեւ ձեզ բոլորիդ ազգային ժողովի նախագահին, փոխխոսնակներին ընտրվելու կապակցությամբ եւ այսօր ես կխոսեմ փաստացի Ռոբերտ Քոչարյանի հարցով տարբեր տարաբնույթ խոսակցություններով պարոն Խաչատրյան թե ինչ է կատարվել դուք գիտեք ես 38 տարի քաղաքականության մեջ եմ Արցախյան ազատամարտից սկսած 27 չգիտեմ տարբեր բաներ մինչև այսօր Ուրեմն 1993 թվական Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին Մոսկվայից հրավիրեց Հայաստան։ Այնուհետև 96 թվականին երկու խոշոր գերատեսչություններ միացրեց իրար ազգային անվտանգությունը եւ ներքին գործերը նախարար նշանակեց Սերժ Սարգսյանին։ 97 թվականին ես ուզում եմ էսի բոլորս իմանանք, մարդիկան քաջատեղյակ չեն, թե Ռոբերտ Քոչարյանին ով է բերել Հայաստանի Հանրապետություն։ Բառացի ասում եմ սպարապետի խոսերով, որ ինձ ասել, խոսացել ենք։ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղարկում է ասել է գնա Ռոբերտ Քոչարյանին բեր։ Ասում է գնացի առաջ անգամ չեկավ, երկրորդ անգամ ասավ նորից պետք է բերես։ Բերեց եւ 97 թվականին գիտեք նշանակեց վարչապետ։ Եվ այդ ժամանակահատվածում երկուսը միացան իրար Լևոն Տեր-Պետրոսյանին դուրս բերին խաղից։ Ես ուզում եմ խոսել նաև հոկտեմբերի 20, եթե ժամանակ մեջ տեղավորենք 27-ից եւ կանրադառնամ երկու բառով մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Հոկտեմբերի 27-ին առաջին դահլիճ էի էր դասավորված, ուղղանկյունաձև, այնտեղ բեմներ Ուրեմն հոկտեմբերի 27-ին ժողովուրդ ջան գնդակարվելա այս դահլիճում վերջին անգամ ասել եմ մինչև հիմա արյան հոտա գալիս Մամիկոն ջան գնդակարվելա ազգային ժողովի նախագահան կառավարության նախագահան վարչապետը եւ երկու փոխոսնակները եւ 6 հոգի 5 հոգի պատգամավորներ եւ պետական հայրեր Ինչա կատարվել ես ուզում եմ դուք խորապես իմանաք թե ինչա կատարվել մեր երկրում Գնդակարվել է կառավարության նախագահան ազգային ժողովի նախագահան երկու փոխոսնակներին Միրոյանին առաջ աստիճաներ ես կողմից էր աստիճաների վրա են խփել ու բոլորին կոնտրոլի գլխից խփել են Կարեն Դեմիրճյանի կներեն ինձ իր հարազատները ես գլխի տեղ է որ ես մտել եմ բեմի վրա մի թասի չափ sense ուղեղ ու արուն էր թափած կամ Վազգեն Սարգսյանի գլխին պրիգլադով խփել է Էդի ով կարա մոռանա Ինչի համար եմ այս ամենը ասում ուրեմն ինչա կատարվել ազգային ժողովան այդ ժամանակ չկար նախագահան չկար փոխխոսնակները ազգային ժողովը չկար վարչապետ մեր սահմանադրությամբ ոչ մի բան չէր գործում ոչ ազգային ժողովն էր գործում ոչ կառավարությունը մնացել էր միակ ցարիբոկ Ռոբերտ Քոչարյան մենակ ինքը կարար իր դեպքում կարար գործել եթե մեկ փոխոսնակել կենթանի մնար
Մեր համանդրությամբ ազգային ժողովի նիստ գրավիրվեր, կընտրվեր բանին, կձևավորի նոր կառավարություն եւ պետությունը կգներ իր ուների մեջ։ Այսինքն սպանությունները եղել են քաղաքական։ Եվ ասեմ ավելին, 12-ից 11-ից 15 րոպե Նայիրի Հունանյան այդ ժամանակահատվածում Խոսրով Հարությունյանին ասում է գնաց ասա որ թե զոր չմտնեն ամեն ինչ տեղից ձև ա եղել Խոսրով Հարությունյան դուրս է գալիս լուսահոգի այդ ժամանակ արդեն Կարեն Դեմիրճյանի սենյակ սուպերով զանգում է ում է զանգում բնականաբար Ռոբերտ Քոչարյանն եւ ասում է ստեղից էս դեպք այլ է որ Հետագայում Ռոբերտ Քոչարյանը ասավ 3 ժամ հետո ես իմ անում ինչ էր կատարում ազգային ժողովի դահլիճում դրա համար չեմ գնացել։ Եվ պլյուս դրան ժողովուրդ ջան այսօր եկել ենք մի տեսակ արդարացնում ենք Ապոլինի բռնում են սրան նրան այն ժամանակ էլ օրինական գնդակարումին Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում ամբողջ աշխարհի դեմ որ հազվագյուտ նման դեպքեր են աշխարհում ոչ թե Հայաստանում եւ այսօր ինչ լավ չասցար մատել կրկնեն դե ուշադիր լսի չկար ազգային ժողովի նախագահ չկար երկու փոխոսնակներ մեր համանդրության ոչ մի բան չէր կարել գործել մնացել էր մենակ Ռոբերտ Քոչարյան ցանիբոկ որ իր դեպքում մենակ կարան հետո գնաց հա լուրջ վերնեմ ջան բաբոչ Հարգելի գործիք, Տիկին Վարդանյան, կլինի չխոսեք, մի արձագանքեք, թողեք թող խոսա, Տիկին Գրիգորյան ձեզ էլ հետաքրքրու, հետագայում մամեցեք, ես մանրամասը, լռեք Տիկին Գրիգորյան, մանրամասը կբացատրեմ, ինչա կատարվի։ Եվ այսօր եկել ենք արդարությունից ենք խոսում, արդարացնում ենք նախորդ իշխանություններին, որ նման բաներ սաղ է, Ուզում եմ երկու բառով էլ անդրադառնամ, ես շատ բան ունեմ խոսալու, ընթացքում խոսամ ժամանակի մեջ, ուզում եմ դառնամ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, որ ես ներկա եմ եղել 700 հոգի Ղարաբաղից, ինչի համար իմ բերել Հայաստանի Հանրապետություն պլյուս դիպուկահարներ, այն տարածքից, որ մենք բոլորս կյանք ենք տվել դրա համար, և ինչ կատարվավ առավոտ շուտ, Մենք Սպենդարյանի արձանի կողքն ենք եղել, ինչ համար եմ փաստացածում, որ արդեն հոգներ եմ, 20 օրա ամեն մեկ ինչ գիտի ասում է, ինչ լսել է ասում է, հիմնավորում է։ Մենք Սպենդարյանի արձանի մոտն ենք եղել, մտան ոստիկանության աշխատողներ շատ նորմալ ձևով տղեր ջան խնդրում ենք դուրս եկեք։ Իսկ Թումայանի արձանի մոտից մտա մի հատ հերեսակախումբ, սև ֆորմաներով, մասկեքով, Ես հրամանատար եմ եղել, ես պինդ մարդ եմ, բայց ես մինչև այսօր չեմ կարող դա մոռանամ։ Իմ դեմ իմ ժողովրդին ջարդում են, այդ ղժոցը, այդ քաոսը իմ վրա ազդել է։ Ու ջարդելով ժողովրդին դուրս են անում։ Քնած ժողովրդին, ամեն ինչ են կողմցել Լևոն Տոր-Պետրոսյան գոռում էր, խնդրում եմ չգնաք ընթարման, խնդրում եմ չգնաք ընթարման։ Եվ ինչ եղավ հետագայում։ Ես չեմ եկենձի մեծաբանեմ, ինչ հոդվածներով եմ մեզ դատվել։ Ու իմ նման շատերը դրա համար եմ ասում։ 15 տարի պետական հեղաշրջում, 12 տարի զանգվածային անկարգություններ, 7 տարի զենք զինամթերք։ Զենք զինամթերքն էլ, այն մոտից զենք զինամթերք չեն անել, ժողովուրդ ջան։ Պրոստեն լճի մեջ որ քցին, հանին, մտամ։ Իմ մոտից ընդհանրապես զենք չեն անել, էդ էլ բեռնարին խմբակային։ Այսինքն 34 տարի այդ 3 հոդվածով ես դատապարտվել եմ 8 տարի Ազատազրկում են տվել, 3 տարի 3 ամիս, 15 օր մնացել եմ կալ, ամենաերկար քաղաքաբանտարկյաններից ես եմ մնացել։ Որտև ընդ ուրիշ խնդիր կար իմ հետ կապված, ուզում իրենց անին, որ ես ջարդերի հետ ասի ձազա պամագի։ Վերջացնեմ, հետագայում ես էլի ելք տամ, բայց այդ ժամանակահատվածում 3 տարի ասի ինչքան եմ տվել, տարի կես մնացել եմ ազգային անվտանգության նկողում, ավելի գրական ասած KGB-ի պատվալում։ Եվ դրանից հետո բերել են ՑԲ Հիվանդանոց։ Հիմի ժողովուրդ ջան, մենք եկել ենք ստե
ներքի չարած ասին, մեր երկիրը խնդիրներ ունի։ Կարանք համախմբենք, ամեն մեկս կարամ թե մի րոպե ավելացնենք, կներեք Պարոն ժողովուրդ։ Միքայելյան 40 վայրկյան կավելացնի։ 41 լավ։ 41։ Ուզում եմ մի հատ բան կարդամ, որովհետև ինչքանով հավաստի որոշ տեղեկությունների համաձայն հոկտեմբերի 27-ը տեղի ունեցել արտաքին ուժերի կազմակերպմամբ 2005 թվականի ավլին հրդեհ պետանվտանգության նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն ոսեմ ադրբեջանական շաբաթ հաթերթում հարցազրույց է տվել, որ հոկտեմբերի 27-ին հանցանքը ռուսական հատուկ ծառայությունների ավելի շտույկ գլխավոր հետախուզության վարչության կողմից է գրողի կողմից։ Ըստ նրա այդ հատուկ գործունեությունը ռուսական քաղաքական ղեկավարությունը հնարավորություն տվեց կանխելու Ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը։ Խաղաղ գործընթացը հասկացանք, այ վերջացնեմ։ Խաղաղ գործընթացը զարգանում էր հրդեհի վերահսկողությունից դուրս, ինչը եւ դրանց հրդեհ հատուկ ծառայություններին իրականացնելու հատուկ գործողությունը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։ Ժողովուրդ ջան, ես Պարոն Միքայելյան, խնդրում եմ ամփոփել։ Ես դրանից հետո շատ խոսամ, փաստացի խոսամ, թե ինչ է կատարվել մեր երկրում եւ ուր ենք հասել, պլյուս դրան մեզի իշխանության բերել են Հրոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան։ Իրանց գործնեությամբ մենք եկել ենք իշխանության զզվում են ատելության այդ մտնոլորտին ձևավորել Հայաստանի Հանրապետությունում եւ մենք եկել ենք։ Ուզում եմ ստե երիտասարդներ կան, ժողովուրդ ջան, մենք պետք է մեր պետության մասն արտաքին բաներ կան, տարբեր բան, բնականաբար միշտ եղել է։ Բայց պետք է մենք գիտակցենք, գանք մեր դաշտ, մեր Հայաստանի Հանրապետությունում կարգ ու կանոն հաստատվեց, արտաքին եւ ներքին մարտահրավերներին կարողանան դիմանալ։ Շնորհակալություն, պարոն Միքայելյան։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ Մենք ձեզ կսպասենք ավելի հաճախ ելի